Բարի լույս։ Բարի։ Ողջույն բոլորին։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Մենք նույնպես լավ ենք։ Միասին ճանապարհ ենք ընկնում դեպի առևտրի կենտրոն։ Սայլակի մեջ էի դրել այս չարաճճին, բայց համաձայն չէր, ստիպված այսպես կգնանք, հետո հենց քնի կտեղափոխեմ այնտեղ։ Այսօր որոշել եմ ուղիղ ժամանակով վերադառնալ YouTube։ Անցած ամսվա ընթացքում ահագին բաներ նկարել էի, բայց այսօր որոշեցի հրաժարվեմ այդ արդեն նկարած կադրերից վլոգ ստանալու մտքից, որովհետև որ երկար ժամանակ է անցնում ինչ-որ բանի վրա, որ նկարել եմ։ Համ ես եմ մոռանում, համ այդ մտքից թելն է կտրվում, թե ինչ եմ նկարել ու թե ինչ էի մտածում դա նկարելուց։ Եկեք սկսենք նոր վլոգ։ Միայն կներառեմ այն կադրերը, որոնք նկարել էինք Լունապարկում։ Եթե կհիշեք, ասեցի, որ Գայուշի ծնունդի այդ նշելը դեռ շարունակվելու էր։ Ու քանի որ ինքը ամեն տարի գումար է հավաքում, կասա հավաքում իր ծնունդի համար, այս տարի եւս հավաքել էր ու ուզում էր, որ գնայինք տենց Դիսնեյի նման ատրակցիոնների այգի, ահագին էլ գումար էր հավաքել երևի տարի, չեմ հիշում 260 թե 360 եվրո, կա ինչքան է իր հավաքել։ 360, օքեյ։ Բայց քանի որ Եվան ծնվեց ու չկարողացանք գնայինք այդ հեռու էր ահագին Լիոնից այդ այգին, ստիպված սպասեցինք մինչև ատրակցիոնները եկան Լիոն ու գնացինք այստեղ արդեն, այդպես Եվայի հետ գոնե հնարավոր էր։ Իմիջայլոց, քանի որ նայողների մեջ կան մարդիկ, ովքեր շուտով մամա են դառնալու, ձեր աչքի տակ առեք այս հարմարանքը, որովհետև ամեն օգտագործելուց ասում եմ, սա լավագույն 20 եվրոներ, որը ես ծախսել եմ իմ կյանքում, զեղչված եմ գնել 20 կամ 25 չեմ հիշում, Amazon-ից էի պատվիրել, երևի իրական արժեքը մի 50-ին էր մոտ, բայց ես տենց կես գնով մի օր պատահաբար գիշերը նայում էի ուղղակի ու գտա, լուրջ եմ ասում, միշտ մտածել եմ, որ շատ անհարմար է, համ երեխու համար, համ մամայի, Գայուշի ժամանակ չեմ օգտագործել, բայց այս անգամ այս ուղղակի փրկություն է, լուրջ եմ ասում։ Ու երեխուն էլ այնքան հարմար է, որ ինքը այս դիրքով իրան հիանալի է զգում ուղղակի։ Ու շատ ժամանակ հենց այս դիրքով էլ քնում է ինքը։ Այնպես որ լավ նայեք, նշեք միտեղ, որ չմոռանաք։ Սա ձեզ կփրկի, հատկապես եթե ձեր փոքրիկը անհանգիստ է, սիրում է ձեր գրկում անցկացնել, որպեսզի չունենաք մեջ քացավ, ուսի ցավ, օրական մի քանի ժամ իրեն գրկած մանդալու արդյունքում, այս ուղղակի հրաշալի է։ Ինքն էլ իրեն շատ լավ զգում, ոնց հասկանիք։ Այստեղ կարա ուտի, մանգա, զբոսանքների համար է շատ հարմար, քնացնելու համար է շատ հարմար, երկու ձևով է լինում օգտագործել, համ դեմքով դեպի դուրս եւ դեմքով դեպի ինձ։ Սենց ինքը ավելի շատ է նախընտրում, իրեն ավելի հարմար է։ Խնդրեմ, ընդամենը 5 րոպե ու երեխան անջատված է։ Մենք էլ ուշացանք տրամվայից, ժամ չէի նայել դուրս գալուց, բայց փաստորեն հիմա մի 15 րոպե պիտի սպասենք։ Ավելի լավ թող լավ քնի, իրան կտեղավորեմ այնտեղ, որ կգնանք։ Ես կուրտկան հանեմ, որովհետև հետո այնտեղ շատ կշոտ։ Կես ժամ ու մենք տեղում ենք արդեն։ Առաջին անգամ ենք գալիս այն ժամանակ, երբ ոչ չի։ Ինչպես միշտ ահավոր շատ մարդ կա, ես հույս ունեի, որ այս ցերեկվա ժամին շատ մարդ չի լինի, բայց իզուր։ Okay. Դրակների նավն ենք նստում։ Մահես? Այս ու սարնա։ Ստարի նոր կարուսելներ կան։ Արդեն ես մանկական կարուսելները չի ուզում Գայուշը, բայց սրանց համար շատ փոքր է։ Նաև իր տարիքի երեխեքը նստում են, բայց ինքը տենց շատ չի սիրում։
Տխուր հոտով։ Նույնքան տխուր էր հոտովի համար։ Հիմա բադուտի հերթ ենք կանգնել։ Եվուկա արտնացավ, սուղատ, բանք ներս գացուղում ենք, ինքներ իրակատը խմի։ Շամ սպասելուց հետո վերջապես իրաց երթ եկա այդ ընթացքում Եվա գնացա գնանք մյուս կողմից դիմավորենք Եժամ 30 վարկյանի համար, մինչև ես ընդերից հասաստեղ դուրս եկան։ Տենանք լավ էր, թե չէ։ Ոնց էր։ Սենց նյալ մաս կար, սկզվից արես։ Հա? Իսկական մարդ։ Հետո սենց էլ կային։ Ոչ վախեց էր։ Հա, սենց բոմբերի նման բաներ կային։ Հա, վախենալ վեր։ Չէ։ Լավն էր, բայց։ Նորմալ։ Մինչև դուք նայում էիք կադրերը լունապարկից, մենք հասանք առևտրի կենտրոն, հեսա փողոցը անցնում ենք ու մտնենք ներս, մեծ հաճույքով կմնայի տանը ու կքնեի, բայց չեմ կարող, որովհետև գայուշին պետքա չմուշկներ առնենք մինչև շաբաթ օրը ու միայն այսօրն էր հարմար, որ ինքը իրեպ այսօր 3 շաբթի է, ուղղակի ոչ աշխատանքային է ու ինքը տանն է, ուզում էի պարտադիր փորձեր հետս լիներ, թե չէ որ առնեի մեկ-մեկ լինում է իրա չափսը, բայց չմուշկների տարբեր տեսակներ կան, լայն, նեղ, կարող է իրա չափսը վերցնեի, բայց ոտքը չմտներ, մի խոսքով ասացի ավելի լավ է ինքը գա հետս, փորձի նոր գնենք, որ էլ պետք չլինի գալ փոխել, քանի որ գայուշը գնում է չմշկա սաղքի կամ գեղասաղքի, շաբաթը մի օր, անցած շաբաթ ընդեղից էի վերցրել չմուշկները, բայց մտածում էի չառնեմ, ամեն դասին կվերցնեմ, թեկուզ լինի 4-5 եվրո ամեն անգամ վարձելը, որովհետև այս տարիքում իմաստ չունի։ Հիմա առնելու եմ մի քանի ամսից նորից ոտքը մեծանա, սեպտեմբերից նորից պետք լինի փոխել։ Բայց ասեցին, որ էլ չեն տրամադրում դասերի գնացողների համար, ցանկալի է, որ իրենք իրենց ունենան։ Այդպես հիմա մի հատ կառնենք։ Տեսնեմ, մտածում եմ Դեկատլոնում կլինի։ 15 րոպե տրամվային սպասեցինք, բայց էլի շուտ ենք հասել։ Դեռ 9:20-ը 10 րոպեից նոր խանութները բացվելու են։ Մինչև հասնենք Դեկատլոն, երևի 10 րոպեն կանցնի։ Ոնց եմ սիրում այս տեսարանը, որ մտնում եմ ու շատ մարդ չկա։ Հանգիստ առևտրս կանեմ, արագ, ամենակարևորը հերթերի վրա ժամանակ չեն կորցնի։ Հա, կարաս տեղ խաղաս։ Խաղամ ինչը բացվի խանութը փակա դեռ։ Այս վերջացնի։ Այսօր խանութը մենք ենք բացելու։ Հեսա կլինի անց 40 դեռ չի բացվել։ Գնանք Փրիմարկ, հետո նորից հետ կգանք։ Անցած շաբաթ պիժամա եմ առել, շատ լավն է։ Գնանք տեսնենք էլի կա նմանատիպ ինչ-որ բան, քանի շատ մարդ չկա, կհասցնեմ մի հատ էլ առնեմ։
Դրա լավ հոգ։ Ես չեմ սիրում, որ շուտ ուշացնում են։ 9.5 է գրած, 9.5 բաց է գելի։ Ես էլ վատը չի։ Ես չգիտեմ, որակը լավը կլինի, թե չէ։ Նախորդը որ գնել եմ առանձին էր, ամեն մեկը 17, պես երկուսը միասին է։ Այդ մտնեմ ձերք տամ, Երևան։ Սխանքներից հույս չկա, ոչ նրանից, ոչ էլ սրանից։ Գնանք գաղխուղ ավելի լավ է։ Վստահ եմ, որ գաղխուղը բաց կլինի։ Ասեմ ավելի, երևի առավոտվա 8-ից բաց է, 8:30-ից։ Խնդրեմ։ Բայշիս ես դպրոցի համար սրիչ, գրիչ, պրետին, պիսի բաներ էր պետք։ Սրանից եմ վերցրել անցած անգամ, շատ լավն է, որակն է լավը։ Համեր ինքը ամանորյա։ Հիմա երկրորդ տարբերակ եմ անգալիս։ Ես կարծում եմ միակ գտել եմ ոգեձուր կգա։ Որը, կարմիրը։ Ես եմ ուզում, բայց ես բանձիկը վրես ազդում է։ Որ վերցնեմ, կտանեմ, կպոկեմ։ Տատամվում եմ այս երկուսի մեջ, ու այս նապոների։ Ես չի, որ պրինտը տենց շատ դուրս գալիս է, ուղղակի սենց այս երկու մատերիալն է միայն, որ գիտեմ չի քորքոթվի։ Այս մեկը փորձված է, օրինակ սրանք շատ սիրուն են, բայց հաստատ գիտեմ, որ երկու անգամ հագնելուց հետո ահա որ տեսքան ունենալու։ Դե ասա գայուս որ մեկը նապոները, թե այս։ Գիտեմ, որովհետև էսի քիչ գույն ունի, բայց այս մեկը գիտեմ։ Չգիտես, ասում չմտածեմ որոշեմ։ Ի վերջո որոշեցի նապոներին, որովհետև սենց համեմատում եմ, մատերիալը նույնը չի, մտածում եմ սրա վրա էլ գնդիկներ կլինեն, նույնիսկ արդեն երևում են, ավելի հավասա վերցնենք, մեկ էլ ես տարբերակը կար, վարդագույն, նույն մատերիալից, ես մեկ ավելի լավ այս թվում և ուկին գոգնոց էինք ման գալիս, բայց չգտանք հատ է սև մայկա վերցրեցի ինձ տանը, սովորական կարծոթեր, ենքան հերթ հադրամարկում, արդեն պոյթման դնեմ, որ ուզում եմ, ես պիժաման առնեմ, հատ էլ ես վերջին հարկում բաղթս փորձեմ, վերևի դրամարկղերից հերթով փորձելով իջնում ենք, չմուշկներն էլ ենք առնում ու վազենք, վերջ մենք մեր առևտրից պրծանք, ցավոք չմուշկները խանութում չկային, պատվիրել ենք մի երկու օրից պիտի որ գան։ Եվ ուկին տեղափոխեցինք ստեղ, կաթիկը սարքեցինք, տակտիլը փոխեցինք, հիմա հանդիստ կարող գնանք տուն։ Մեզ մոտ արդեն երկրորդ օրն է, բարիշի չմուշկներ են եկել ենք խանութ փորձենք, երկու զույգ, չգիտեմ ինչ են, այսքան տարբեր շուքերը, տեսնենք որ մեկնալի են։ Եվ անքնած է, բայց անընդհատ շարժվում է ու օրը չի քնում, այսօր ամբողջ օրը չի քնում։ Շատ լավ է։ Լավ է։ Դե այն մեկը չփորձենք, 34-ը չեմ էլ բացի։ Լավ է, որ գնացի տուն 35-ն էլ վերցրեցի։ Լավ է, չի սխում ոչ միտեղ։ Չէ, ոչ միտեղ չի սխում։ Օր երրորդ մենք գնում ենք Սահադար դասի, դրսում անձրև սկսեց։ Պատրաստվում ենք, որ իջնենք։ Քնելու գործով։ Բախտներս բերելա, որ մոտիկ է ու երկար ճանապարհ չունենք քայլելու։ Մի 2 րոպե։ Եվ անել քնեց։ Հասնեմ տեղ տեղափոխեմ արդեն իրան։ Ու հանգիստ քնի, մինչև մոտ մի ժամ տևում է դասը։ Տեսնեմ թե հարմար լինի, ձեզ էլ ցույց կտամ։ Գարիշը ոնց է սահում, այսօր երկրորդ դասն է ընդամենը։ Առաջին դասը անցել է շատ լավ։ Չգիտեմ իրա տածած մեծ սիրոց է թե ինչից, բայց առաջին օրվանից հենց որ ոտքը դրել է սառույցի վրա, առանց դասի ուղղակի տոմս էինք վերցրել ու եկել էինք, իրան շատ լավ էր զգում։ Ես երբեք չեմ սահել, չգիտեմ ոնցից կդրսևորեմ սառույցի վրա, բայց իրա մոտ հենց առաջին անգամից շատ լավ է ստացվել։ Եկանք ձմեր, հարթացնում են սառույցը ու սկսենք
են ավելի ճիշտ։ Ոնց ես։ Լավ է ցավում քայլում եմ։ Ցավում ես, նա ցավում։ Այսինքն ցավում է։ Ի՞նչն է։ Դեմն է ցավում, կբացվի դե նորա։ Հեն անդեղից է դուրս գալիս։ Ավտոն։ Ասեցի ջուրանում։ Ջուրանում երևի որ նորից լինի սառոց։ Ու հարց։ Ամեն 10-ից հետո հարթացնում եմ։ Որ լավ սղակ։ Բան որ սղակ ընկնել։ Վերջ, դրծանք։ Հոյ դուրսում ավելի տակա, քան ներսում։ Դուրս եկանք, քիչ տակացանք։ Քանի Եվան դեռ քնած է, Անդրևն էլ կամած, մենք արագ հասնենք տուն։ Մենք հասանք տուն, Եվան արթնացավ, տուն հասնելուց ահագին հետո մենք հասցրեցինք հաց ուտենք, ես սուրճ խմեցի, նոր Եվուկը արթնացավ, կաթիկ կերավ, մի քիչ հետո կփորձենք իրան նորից քնացնենք։ Ինչ կասես։ Չէ, ես հատ կոթոտեմ, չեմ ուզում քնեմ։ Շունիկ, այս տրվե, շունիկ, դեզի վիզի կտ, չրվելոն վիզի կտ, դեզի վիզի կտ, անց, չես ուզում կնես, չու, հույշը տես նայում, երկու ամիս համոզելուց հետո վերջը կարողացանք բարեխոսենք մեկ-մեկ սոսկա ուտի։ Չէ։ Հա, մեկ-մեկ։ Մենք եկանք ավարտելու այսօրվա վլոգը, էլի մոնտաժում էի ու հասկացա, որ վերջում ոչինչ չեմ նկարել։ Ձեզ հաջողություն մաղթենք, ինչպես տեսնում եք մեզ մոտ արդեն մութ է, Եվան էստեղ քնած է, Գայուշը իմ հետևում է, գնում ենք խանութ։ Այս շաբաթ կիրակին այնքան զբաղված անցել, որ Տիկոն չի հասցրել գնալ ու առևտուր անել տան համար։ Իսկ Եվայի ծննդից հետո ես մթերային խանութում չեմ եղել, մթերային առևտուր անելու համար, միշտ ինքն է գնացել։ Այս շաբաթ ժամանակ չի եղել, հիմա մեզ առնալու տխուր վիճակ է։ Գնանք մի քանի բան առնենք, գոնե որ մինչև եկող շաբաթ մեզ հերիքի, չգիտեմ այս ժամի խանութում ինչ որ բան կլինի թե չէ։ Գնանք տեսնենք, արդեն բավականին ուշ է ժամը,
Բայց այս ժամի ուղղակի չէինք կարող, միայն այս ժամին ատիկոն վերջացնում գործը ու կարագախանութ մեր հետևից միասին գանք տուն։ Իսկ մենք կգնանք քայլելով, համակուրոտ կշնչենք, չնայած որ բավականին ցուրտ է։ Մի 5-10 րոպե քայլենք կհասնենք։ Եվ անի քնածը ավելի խորը թող քնի, որ հենց մտնենք խանութ սովորության համաձայն չարթնանա։ Ու հա մի բան էլ, մի քանի օրից հյուրեր եմ ունենալու, եթե ունեք արագ պատրաստվող աղցանների, բաղադրատոմսեր կամ ինչ-որ դեսերտների, կարող եք մեկնաբանություններում ինձ մտքեր տալ կամ ցանկացած այլ բան, որ վերջերս պատրաստել եք, արագ ա եղել, հեշտ ու շատ համով։ Ինձ մտքեր տվեք, գուցե ինչ-որ բաներ ինձ ոգեշնչեն ու օգտագործեմ, եթե չէ պետք է սարքեմ իմ մշտական մենյուի ուտելիքները, որոնք որ արդեն բավականին արագ են մոտը ստացվում։ Վերջ, այսօրվա համար այսքանը, բոլորիդ մաղթում ենք օրվա հիանալի շարունակություն, լավ մնացեք, սիրեք, եղեք շատ սիրված, կհանդիպենք հուսամ շատ շուտով, պաչկին։